Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 19-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ անպայման այսօր կանդրադառնանք Իրան Միացյալ Նահանգներ հարաբերություններին, դուք գիտեք, երեք էլեկտրոնային տարբերակով ստորագրվեց մեմորանդում, հուշագիր Միացյալ Նահանգների և Իրանի միջև մեծ իրադարձություն է, այսօր պետք է կայանային բանակցություններ Շվեյցարիայում տետ-ա-տետ Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունների միջև, առավոտ շուտ պարզ դարձավ, որ այդ հանդիպումը չի կայանա, այդ հայտարարությունը արեց արտգործնախարարությունը Շվեյցարիայի, բայց ցանկացած դեպքում փաստաթուղթ ստորագրվեց, շատ կարևոր, մի քանի խոսք դրա մասին կխոսենք, մի քանի խոսք խոսենք, ինչքան էֆեկտիվ է պայքարում Ուկրաինան Ռուսաստանի դեմ, ինչքան էլ ուժերը անհավասար են, ինչքան էֆեկտիվ է Ուկրաինան պայքարում հենց օգտագործելով ռազմական ԱԹՍ-ները, դրոնները, լուրջ վիճակ է տարբեր ռեգիոններում, Ռուսաստանի նաև այդ Մոսկվայում, Մոսկվայի շրջաններում, դրա մասին էլ կխոսենք, բայց գլխավոր հարցերը այսօրվա պարզ է կապված կլինեն Հայաստանի հետ, Հայաստանի անդամակցության հետ հապկում, ԵԱՏՄ-ում, մի քանի հայտարարություններ եղան, մեր ուղղությամբ և հապկից, և ԵԱՏՄ-ից, և Ռուսաստանից քննարկենք դա, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ԵԱՏՄ-ի միջկառավարական նիստի կմասնակցի, այդ նիստը պլանավորում է անցկացնել Ղրղստանում օգոստոսին, դրա մասին էլ կխոսենք, ինչ անենք այս իրավիճակում, որը ստեղծվեց, ու ընտրությունների թեման ես ուզում եմ շարունակել։ Ընդդիմությունը իդեմս Սամվել Կարապետյանի, Ուժեղ Հայաստանի, ինչ որ քայլեր առաջարկում է ընդդիմադիր դաշտին, ինչ որ քայլեր առաջարկում է անել միջազգային հանրության հետ, կապված դրա մասին էլ կխոսենք, ու շատ կարևոր է ինձ համար, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասեց, որ ինքը ճանաչում է այս ընտրությունների արդյունքները։ Ինչու այդ կարևոր թեմա է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո մինչև երեկվա օրը խիստ քննադատում էր ընտրությունները։ Ու կարող էր տպավորություն ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանը այլ կարծիք ունի, բայց երեկ իրան այդ հարցը տվեցին բրիֆինգում ու ինքը պատասխան տվեց, դրա մասին էլ կխոսենք, դա շատ կարևոր բաղադրիչ է կապված մեր ընտրությունների լեգիտիմության հետ։ Իմ կարծիքը դուք գիտեք, ընտրությունները անցան, ընտրությունները ժողովրդավար են, թափանցիկ էին, ընտրությունները մրցակցային էին, պրոբլեմներ կային նաև, բայց դիտորդները, գլխավոր դիտորդները, ու ես համարում եմ ԵԱՀԿ-ի դիտորդները, Եվրոխորհրդի դիտորդները, Եվրոպարլամենտի ճանաչեցին այս ընտրությունները որպես դեմոկրատական, ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, ինչը անչափ կարևոր է, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատի, ես Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներին բոլորին առանց բացառությամբ շատ շնորհակալ եմ, քանի որ ձեր լայքերը, ձեր բաժանորդագրումը մեր YouTube-յան ալիք, ձեր կիսվելը հարազատների հետ, ծանոթների հետ, մեր նյութերով աշխատացնում է այդ YouTube-յան ալիքը, ինչը անչափ կարևոր է, որ օբյեկտիվ մեր կողմից տրված ինֆորմացիա, օբյեկտիվ վերլուծություններ, որ ինչքան կարելի է ակտիվ տարածվեն սփյուռքայության մեջ և բոլոր առանց բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Պարզ է, այսօր ես նաև անդրադառնամ Արևմտյան Ադրբեջանի հետ կապված այդ եզրույթի, որը անընդհատ Ադրբեջանը տանում է առաջ, այդ
Արևմտյան Ադրբեջանի այդ գաղափարախոսության հետ կապված այն մեծ միջոցառումը, որը անցավ Նախիջևանում այս վերջի 2 օրը, ստեղ մի քանի խոսք նաև կասեմ, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է անցնեն նոր փուլ մեր ընտրություններից հետո, ինչը մեզ սպասում, ուր է գնում, դրա մասին էլ այսօր անպայման մենք կխոսենք։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը։ Այս թեման անչափ կարևոր է։ Դրոնների արտադրություն։ Ուկրաինան դարձրեց դրոնների արտադրություն Ուկրաինայում որպես լրջագույն խնդիր ու հարյուրավոր գործարաններ, փոքր, մեծ, միջազգայինների հետ կապված, եվրոպական երկրների, Ամերիկայի հետ միասին, առանձին, փոքր, մեծ, այդ դրոնները արտադրվում են Ուկրաինայում։ Զգալի մասը այդ դրոնների հետախուզական դրոններ են, զգալի մասը մարտական դրոններ են, ջրային դրոններ կան, ինչ եմ ուզում ասել, Ուկրաինան հասկացավ, որ հավասար ուժեր չեն, Ռուսաստանը ունի շատ ու շատ ավելի հզոր զենքերի տեսակներ ու դժվար է պայքարել այս ձևի երկրի դեմ, մինչդեռ ուկրաինացիք 5-րդ տարին է, որ փայլուն լրջագույնս պաշտպանում են հայրենիքը, բայց իրոք հավասար ուժեր չեն, ու Ուկրաինան հասկացավ, որ պետք է ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործել ու ATS-ները շատ էֆեկտիվ հիմա օգտագործում են, դուք գիտեք, ATS-ները ուկրաինական հասնում են դեպի Թաթարստան, Բաշկարտոստան, то есть խորքերը Ռուսաստանի հասնում են ոչ միայն մոտակա շրջանները, հարևան շրջանները Ռուսաստանի Ուկրաինայի հետ, նաև հասնում են Մոսկվա, նաև հասնում են Մոսկվայի շրջաններ ու դուք տեսնում եք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Գլխավոր թիրախները, որոնց հարված են հասցնում ուկրաինական դրոնները մարտական, դրանք են նավթամշակման գործարանները, գազային կայանները, էլեկտրոցանցերը եւ այլ եւ այլ։ Ու այս հարվածները շոշափելի վնաս են հասցնում Ռուսաստանի։ Երեք վարչապետը Պակիստանի Շահբազ Շարիֆը ցույց տվեց մեզ այն ստորագրված մեմորանդումը հուշագիրը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, որը ստորագրվեց հենց երեկ։ Պետք է ստորագրվել 2 օր առաջ, բայց այնտեղ անհամաձայնություններ կային, հարթվեցին ու այդ փաստաթուղթը ստորագրվեց երեկ։ Բայց էլեկտրոնային տեսքով։ Այսօր ամսի 19-ին հունիսի պետք է Ժնևում նաև հանդիպեին Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները ու երկկողմ հանդիպան ժամանակ միատել ստորագրեին այդ փաստաթուղթը, բայց այսօր մենք ստացանք առավոտ շուտ ինֆորմացիա Շվեյցարիայի արտգործնախարարությունից, որ հանդիպումը չի կայանա։ Բայց այնուամենայնիվ մեծ իրադարձություն երեք էլեկտրոնային տարբերակով ստորագրվեց այդ հուշագիրը Միացյալ Նահանգների Իրան, դուք գիտեք Հորմուզի նեղուցը կբացվի ու այդ process-ը սկսվեց, բացի դրանից ամերիկացիք հանում են այն շրջապատումը Իրանի ծովերի հետ կապված ծովերում Նաև Իրանը ի պաշտոնե հրաժարվում է միջուկային զենք ունենալ, բայց միջուկային ծրագրերի հետ կապված նոր որոշումներ դեռ չկան, ստեղ 60 օրյա զինադադար է հաստատվում ու 60 օրյա ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն, ինչ եմ ուզում ասել, շարժվեց սայլը տեղից, դա միայն կարելի է ողջունել, Դոնալդ Տրամպը գոված այսօրվա իշխանություններին Իրանի ասեց պրագմատիկ մարդիկ են, դա շատ լավ է, ինքը խոստում տվեց Դոնալդ Տրամպը, որ այսօր ամբողջությամբ Հորմուզի նեղուցը կբացվի, բայց ես նորից կրկնում եմ, մտահոգեց, որ այս Շվեյցարիայում պլանավորվող հանդիպումը Իրան Միացյալ Նահանգներ այդ պատվիրակությունների միջև չի կայանա, Միջդեռ երեք ստորագրվեց հուշագիրը, կարծես թե պետք է կյանքի գոչվեն պայմանավորվածությունները, պարոն Վենսը փոխնախագահ Միացյալ Նահանգների ասեց, որ այդ կոմպրոմիսների, որ մենք եկանք, մենք նաև բալիստիկ ծրագրերի հետ կապված զիջումներ տվեցինք Իրանին, Իրանի նախագահան նաև ցույց տվեց այդ ստորագրությունները, այդ հուշագիրը, տեքստը մեզ
խոստում տվեցին մոտ օրերս ներկայացնել այդ հուշագրի Միացյալ Նահանգների Իրան, բայց ես ձեզ ուզում եմ զգուշացնել, գլխավոր կետերը ես ձեզ ասել եմ, Հորմուզի նեղուցի բացում, առանց նախապայմանների շրջապակումը Իրանից պետք է հանվի, սանկցիաների հանումը Իրանից փուլերով պետք է լինի, բացի դրանից Իրանը իր կողմից շատ լուրջ քայլ արեց, ասեց, որ միջուկային զենք չենք ուզում ունենալ, բայց կոշտ իր դիրքում է Իրանը միջուկային ծրագրերը իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս հարցով զիջմանը չի գնում, բայց զենքից միջուկային զենք ունենալուց Իրանը կարծես թե հրաժարվում է։ Հիմա ես պետք է ձեզ հիմա պետք է ասեմ, որ անդրադառնում եմ հիմա վերադառնում եմ հայկական թեմաներին, Հայաստանի թեմաներին, օրինակ ինձ շատ մտահոգեց վերջի ժամանակվա հունիսի 7-ից հետո, այս վերջի ժամանակվա հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը հրետորաբանությունը, որը ես լսում էի եւ անդիմության կողմից, որը ասում է, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, լի էին ֆալսիֆիկացիաներով, կեղծիքներով եւ այլ ու ընդդիմության այդ գիծը ճիշտ ասած ինձ համար շատ հասկանալի էր Կրեմլը ուզում է որ մեր լեգիտիմությունը կառավարության ցածր լինի Կրեմլը ուզում է ու չի թաքցնում ներկայացնել այդպես որ մեզ մոտ խառավիճակ է ի պաշտոնե նաև դա իրանք հայտարարում են, բայց ցավով պետք է ասեմ, որ ռուսամետ անդիմությունը Հայաստանի ներսում էլ այդ գիծը տանում է, շարունակում է տանել, բայց ինձ մի քիչ զարմացրեց, որ բավական կոշտ ձևակերպումներ ընտրություններից հետո անում էր Նիկոլ Փաշինյանը, երեք մի քիչ խոսացինք դրա մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այն ձայները, որոնք ստացան ռուսամետ ուժերը, ազգային ժողովում ընտրությունների ժամանակ այդ ձայները մեծ մասը կամ զգալի մասը ոնց ինքը ասեց դա կաշառքի ընտրակաշառքի բաժանելու արդյունքն է այն որ ընտրակաշառքների դեմ գնում է պայքարը շարունակվում է նույնիսկ ընտրություններից հետո փաստեր ի հայտ են գալիս դա միայն կարելի է ողջունել բայց եթե հաղթող քաղաքական ուժն է բավական մեծ ծավալի խախտում է տեսնում ընտրակաշառքի բաժանման եւ այլ, ուրեմն հարցականեկան տակ է դրվում ընտրությունների մակրությունը, լեգիտիմությունը։ Ու բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը երեք ճշտում արեց, ասեց, որ ինքը ճանաչում է լեգիտիմությունը այդ ընտրությունների, ոչ մի նոր ընտրությունների չեն պատրաստում գնալ իշխանությունները ու ողջունում եմ, որ ինքը դա ասեց, քանի որ իր քննադատական խոսքերը ռուսամետ ուժերի նկատմամբ հարցականի տակ դնելը իրենց հավաքած ձայների զգալի մասը պարզ է հարցեր են առաջացնում ու կարող են հարվածել այո այս ընտրությունների լեգիտիմությանը կարող են հարցականի տակ դնել դու եթե բոլորը ասում են որ մեծ ծավալի խախտումներ էին ու նշանակություն չունի ընդդիմադիրները մեղադրում են Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ուրեմն ինչ որ խնդիրներ կային իմ կարծիքը նա է ոչ մի խնդրեմ չկար նորմալ անցան ընտրությունները ծանր պայքար էր թեժ պայքար էր այդ ճիշտ է բայց նորմալ անցան ընտրությունները թափանցիկ ժողովրդավար սկզբունքներով մրցակցային ակնհայտ երևացող ու ինչի մասին է խոսքը բայց լավ է որ Նիկոլ Փաշինյանը ճշտեց որ իր խոսքերը այլ երևույթների մասին էին կենտրոնացած էին այն փաստի, որ դեր ընտրակաշառքներ կան, դեր այդ երևույթը, որը բերեց մեր քաղաքական դաշտ, քրեո օլիգարխիան դեր վերացած չի։ Անչափ դա կարևոր է, պետք է ասեմ, որ ընդդիմությունը պատրաստում է Հայաստանում ինչ-որ քայլեր, Սամվել Կարապետյանը խոսեց, ի վերջո բոլորը սպասում էին, որ ուժեղ Հայաստանի առաջնորդը խոսա, որ մենք հասկանանք ընդդիմությունը ինչ է ուզում անել, եւ ընդդիմադիր այլ ուժերը, քանի որ իրանք հավաքեցին 23%-ի կարգի ձայներ, առաջի տեղը գրավեցին ընդդիմադիր դաշտում, երկրորդ տեղը այս ընտրությունների արդյունքում, որոնք անցան ազգային ժողովի ընտրությունները
հունիսի 7-ին ու պարզե իրանք պետք է ասեին իրանց հետագա քայլերը, հետագա ուժեղ Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը հիմա էլ հայտարարում են, որ սահմանադրական դատարան կմտնեն բողոքով ու ինչքան հասկացա այսօր վերջի օրն են այդ դիմումների ներկայացումը, որ իրանք սահմանադրական դատարան բողոքով կմտնեն, որ այս ընտրությունների արդյունքները վերանայվեն կամ նոր ընտրություններ նշանակվեն, վիճարկում են արդյունքները ընտրությունների, համարում են, որ շատ էին բողոքները եւ այլ, բայց շատերը սպասում են լավ հետ հասկացանք, ինչ քայլեր պլանավորում է անել ընդդիմությունը ու գլխավոր խաղացողը։ Հիմա Սամվել Կարապետյանը ելույթներ ունեցավ այս վերջի 2 օրը, գլխավոր միտքը նա է, որ ինքը կոչ է անում ընդդիմադիր ուժերին բոլորին հավաքվել, իրանց շուրջ քննարկել ինչ անել, ստեղծել ինքը առաջարկում է կոորդինացիոն խորհուրդ, որի շրջանակներում ընդդիմությունը կարգավորի համաձայնեցնի իրանց քայլերը, հետո ասեց, որ մանդատների հետ կապված վերցնել որոշում չկա, իրանք այդ որոշումը կկայացնեն համապատասխան նրան, ինչ ավելի օգտակար է, ասենք մանդատներ վերցրեցին ազգային ժողով մտան, այդ ավելի օգտակար է, թե դրսի մենակ պայքարը, թե ասենք դրսի ու ներսի պայքարը ազգային ժողովի շարունակել, նաև ասեց, որ իրանք ընդդիմադիր այդ նիստին կոորդինացնող խորհրդի նիստին անպայման կհրավիրեն Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների դեսպաններ, Ռուսաստանի, Չինաստանի դիվանագետներին, դեսպաններին ու այնտեղ կներկայացնեն իրենց կարծիքը այն ինչ կատարվել է Հայաստանում, նաև ինքը կոչ արեց հանրահավաքներ սկսել անել ու ասեց, որ անպայման իրանք կգնան հանրահավաքների, առանձին Բարգավաճ Հայաստանը հայտարարեց, որ գնում է սահմանադրական դատարան բողոքով, այդ իրանց գողացած, այդպես են իրանք ձևակերպում, գողացած մանդատների համար, այս ձևի պրոցես գնում է, ես նորից ուզում եմ ասել, իրոք ընտրությունները անցան նորմալ, իրոք ձևավորվեց նոր ազգային ժողով, հիացած չեմ այս ազգային ժողովով, քանի որ նորից մենք նույն պատկերը ունենք, մի կողմից Նիկոլ Փաշինյան քաղաքապայմանագիր, մյուս կողմից 2 ռուսամետ քաղաքական ուժեր, կապված նախկինների հետ, կապված մեծահարուստների հետ, էդել Ռուսաստանից եկած, դա պարզ է նույն ոճով կգնան բանավեճերը, նույն լարված վիճակ ազգային ժողովում ցավով դա այդպես է, բայց ցանկացած դեպքում այս կա, ինչ կա ու ինձ համար կարևոր է, որ իշխանությունները ասացին, որ այս ընտրությունները համարում են լեգիտիմ ու այս արդյունքները չեն պլանավորում ընտրությունների վերանայել։ Հիմա անցնում եմ անչափ կարևոր մի քանի թեմաների կապված Հայաստանի հետ։ Ներքին քաղաքականության մասին նոր ես խոսացի, իրավիճակը որն է ու դու գիտեք ներքին քաղաքականության ոլորտում հիմա լիքը գործեր հարուցվեցին եւ ընտրակաշառքների բաժանման հետ կապված եւ այլ այդ process-ը անպայման պետք է հասցնել արդյունքի միջև վերջ դատարանների որոշումներով, պարզ է ապացույցներով եւ այլ, բայց անպայման պետք է միջև վերջ հասցնենք, հիմա սեպտեմբերից սկսվում են ընտրությունները, թիմ ընտրությունները, տեղական ինքնակառավարման ընտրությունները, նաև այդ թվում Սյունիքում ու նորից նույն երևույթների դեմ պայքարել, ուրեմն հիմա այդ պայքարը եթե տանենք ուժեղ, մարդիկ եթե պատժվեն իրոք օրենքով, իրոք դատարանների որոշումներով, ովքեր բաժանում էին ընտրակաշառքներ եւ այլ, դա գոնե կբերի նրան, որ այս ճնշումը մեր ընտրական համակարգի, որը անում է օլիգարխիան, քրեական տարեր, գոնե թուլանա։ Ստեղ մենք ողջունում ենք քայլերը կառավարության, բայց հետևական պետք է լինի ու գործեր մի շարք ճանաչված հայտնի դեմքերի մեծահարուստների, նախկին նախագահների այդ գործերն էլ, ինչքան հասկանում եմ, կապված չեն ընտրակաշառքների բաժանման process-ի, կապված են այլ հարցերի հետ, էդ էլ հույսով եմ, որ հետևական կտանեն իշխանությունները։ Հիմա
երկու լուրջ խնդիր։ Մենք բազմիցս ասել ենք ԵԱՏՄ-ի մասին, որ ԵԱՏՄ-ն մեր տեղը չի, ԵԱՏՄ-ում այո, մեր շուկան է, մենք դա այդ ռեալությունները հասկանում ենք, դա է պատճառը, որ չենք դնում հարց դուրս գալ ԵԱՏՄ-ից արագ, բայց տեսակ Հայաստանի ցանկությունը գնալ դեպի Եվրոմիություն ընդունումը օրենքի բերեց նրան, որ հիմա փակվեց մեր արչև ԵԱՏՄ-ի շուկան, ռեալ փակվեց մեր արչև ԵԱՏՄ-ի շուկան ու մեզ շանտաժ են անում, որ գազիկին էլ կբարձրացնեն։ Նիկոլ Փաշինյանը ես հասկանում եմ, ինքը ստիպված է մոնևրել, այդ ինչ ինքը անվանում է բալանսավորվող քաղաքականություն, բայց Ռուսաստանն էլ ասում է մենք հասկանում ենք, որ դուք ուզում եք շահել ժամանակ ու հետո թռնել գնալ դեպի եվրոինտեգրացիա, դա է պատճառը, այ հիմա մեզ պատասխանեք, դուք կշարունակեք ԵԱՏՄ-ի հետ աշխատեք, դուք չեք հրաժարվի, թե կհրաժարվեք, թե չեք հրաժարվի Եվրոմիության ճանապարհով գնալը, եթե չեք հրաժարվի, գնում եք դեպի Եվրոմիություն, դա նշանակում է մեր շուկան վերջնականորեն ձեր առջև հենց հիմա փակում եք։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ինքը ասում է ինչի մասին է խոսքը, մենք նույնիսկ հայտ չենք ներկայացրել Եվրոմիությանը, դες Հայաստանը դեր չի սկսել ինչ-որ կոնկրետ հարցեր եվրոինտեգրվելու, Հայաստանը ընդունեց քաղաքական որոշում գնալ դեպի եվրոինտեգրացիա, ուժեղանում են մեր կապերը Եվրոպայի հետ, դու գիտեք ամեն օր նորություններ, բայց Հայաստանը հայտ չէ ներկայացրել, դա նշանակում է ոչ մի process չի գնում եվրոինտեգրացիայի առարկայական, գնում է մենակ քաղաքական մեծ process, շատ կարևոր, շատ դրական, բայց Ռուսաստան ասում է չէ, մենք ժամանակ ձեզ չենք տալիս, փակում ենք ձեր առջև շուկաները, դուք պետք է հրաժարվեք եվրոինտեգրացիա, այդ է սպասում Ռուսաստանը, ու տարբեր շանտաժներ, հիշում եք այդ հայտնի հայտարարությունները, ելույթները Պուտինի, Շոյգուի, Զախարովների, Լավրովների, հոգնել եք այդ հայտարարություններից, այսօր նաև կխոսենք մի քանի հայտարարությունների մասին, որոնք արեց Զատուլինը, Մարիա Զախարովան, բայց միտքս ինչու՞մ է։ ԵԱՏՄ-ի հետ կապված իրոք պրագմատիկ է մոտենում մեր կառավարությունը, չի ուզում դուրս գալ, վաղ է դուրս գալ ու փորձում է բալանսավորել, բայց Ռուսաստանը դեմ առնում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչու է թեման նորից ես բարձրացրեցի, Նիկոլ Փաշինյանը հայտարարությունով հանդես եկավ երեք պատասխանելով հարցերին լրագրողների բրիֆինգում ասեց, որ ինքը պլանավորում է գնալ ԵԱՏՄ-ի միջկառավարական նիստին։ Այդ նիստը պետք է կայանա օգոստոսի 6-ին 7-ին Ղրղստանում։ Դուք հիշում եք, ԵԱՏՄ-ի անդամ 5 երկրներ կան՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Ղրղստան, Հայաստան։ Հիմա Հայաստանը գնում է դեպի Եվրոմիություն, ԵԱՏՄ-ին արձագանքում է առաջերտին Ռուսաստանը, դժգոհ է, հասկացանք, բայց Նիկոլ Փաշինյանը գնում է, ուզում է առերեսվել ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարների ու բացատրում է, ես իրանց հետ ուզում եմ խոսել, բաց առանց ոչ մի բանի, որ իրանք ինձ հասկանան։ Ու ավելին ինքը ասեց ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են։ Մեզ համար հիմա չեն աշխատում, փակ է ԵԱՏՄ-ն, բայց միտքս ինչու՞մ է։ Մենք պետք է իմանանք ինչի մասին է խոսքը։ ԵԱՏՄ-ին այն ինստիտուտն է միջազգային այս որտեղ որ գլխավոր դերում բարձ է Ռուսաստանն է, այդ Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ կան երկու կարևոր մարմիններ։ Մեկը միջկառավարական մարմինն է, կառավարության ղեկավարների նիստն է ու Ղրղստանում օգոստոսի 7-ին կլինի միջկառավարական նիստ։ Ու Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառավարությունն է գլխավորում Հայաստանի, ինքը այդ նիստի մասնակիցն է, անդամ է այդ խորհրդի։ Բայց կա ղեկավարների խորհուրդ։ ԵԱՏՄ-ի 4 երկրների մոտ գլխավոր դեմքը դա նախագահն է, բայց մեզ մոտ պարլամենտական է, նորից Նիկոլ Փաշինյանն է գլխավորում, ոչ թե նախագահն Հայաստանի, այլ նորից Նիկոլ Փաշինյանը, քանի որ մեր պարլամենտական համակարգում առաջի դեմքը Նիկոլ Փաշինյանն է։ Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մտնում է եւ գլխավոր խորհրդի մեջ ԵԱՏՄ-ի, որտեղ որ ղեկավարներն են, նախագահներն են, ԵԱՏՄ-ի երկրներ, ինքը վարչապետն է Հայաստանի, բայց ինքը առաջի դեմքն է, միաժամանակ ինքը մտնում է միջկառավարական այդ խորհրդի մեջ, որտեղ որ Ռուսաստանից, Բելարուսից, Ղազախստանից, Ղրղստանից երկրորդ դեմքերն են, վարչապետներն են։
ու Հայաստանի վարչապետը իրենց հետ որպես վարչապետներ հանդիպում է, ինքը երկու ինստիտուտներ են գլխավոր ԵԱՏՄ-ի կա, ու ինքը ասում է ես պետք է գնամ Ղրղստան, ինչի ես մանրամասն պատմում եմ, որ դուք հասկանաք, ինչի Հայաստանի առաջի դեմքը գնում է միջկառավարական հանդիպանը օգոստոսի 6-ին Ղրղստան, որտեղ որ ռեալ երկրորդ դեմքերը հավաքվում են ԵԱՏՄ երկրների, բայց ինքը ստեղ գնում է նաև այլ պատճառով, փորձում է մեղմացնել արձագանքը ԵԱՏՄ երկրների այն քաղաքականության, որը հիմա վարում է Հայաստանը գնալով դեպի Եվրոմիություն, ու ստեղ ինքը կարող է մասամբ ստանալ աջակցություն Ղազախստանից, Ղրղստանից, քանի որ այդ երկրները դուք գիտեք շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, քաղաքապայմանագրի հաղթանակը, այդ երկրները դրական արձագանքեցին վերընտրմանը Նիկոլ Փաշինյանի, ու ինքը ստեղ իմ կարծիքով հույսով է, որ մեղմացնի ԵԱՏՄ-ի արձագանքը։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը փոխի իր կարծիքը ու շուկան մեզ համար կբացի, Ռուսաստանը կշարունակի այդ ճնշումը, բայց միտքս ինչու՞մ է, այս հարցում ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, փորձել մանևրել, մեղմացնել, ժամանակ շահել, որ մեր ապրանքները, մեր արտադրված ապրանքները, նաև գյուղատնտեսական համապատասխանեցվեն օրինակ Եվրոմիության ստանդարտներին ու մեզ համար նոր շուկաներ բացվեն ու այդ ճգնաժամի մեջ չընկնենք, բացի դրանից մեզ պետք է ժամանակ, որ մենք այլընտրանքային գազ ունենք մասամբ, բայց ուժեղացնենք դա շատ հասկանալի է, ու եթե դուք նկատել եք, ես ԵԱՏՄ-ի հետ կապված կյանքում հարցեր չեմ բարձրացրել, որ այս պահին դուրս գանք ԵԱՏՄ-ից, քանի որ մենք ռեալությունները հասկանում ենք։ Եթե մեր 35-40%-ը արտաքին առևտրի կապված է ԵԱՏՄ-ի հետ, շուկայի հետ, ուրեմն ուզած պետք է հաշվի առնես այդ գործոնը, կամաց այլընտրանքներ ստեղծես, բայց դուրս գալու հարցը դնել կոշտ, ճիշտ ասած համոզված չեմ, որ այս փուլում ճիշտ է։ Մինչդեռ եթե Ռուսաստանը կոշտ փակվայի շուկան ռուսական եւ շուկան ԵԱՏՄ-ի մեր արչեւ, կարող է ակտուալանա այդ հարցը դուրս գալու ԵԱՏՄ-ից նույնիսկ մոտ մի քանի ամսվա մեջ։ Մյուս հարցը հապկի հետ կապված։ Ուրեմն հապկի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը անդամ է, հապկի անդամ է, բայց չի մասնակցում աշխատանքների, то есть de facto չի աշխատում, բայց de jure անդամ է, ու ինքը ասեց այս վերջին նիստին, որը մայիսին կայացավ արտգործնախարարների, ԵԱՏՄ-ի արտգործնախարարների նիստը, ինքը ասեց այնտեղ քննարկվեց ինչ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Հայաստանի դեմ, որը չի մասնակցում աշխատանքներին, հապկի, բացի դրանից անդամավճարներ չի վճարում, 2 թե 3-րդ տարի է, որ փող չի տալիս, անդամավճար չի վճարում։ Հասկանալի է, միջազգային կառույց է, ինչքան էլ վատ չլինի, վաղուց է պետք է դուրս գայինք, իմ կարծիքը դուք գիտեք, բայց միջազգային կառույց է, եթե պետությունը անդամավճար չի մուծում, մի տարի, 2 տարի, 3 տարի, պարզ է, առաջանում են հարցեր, ինչ անել այդ երկրի հետ, ինչ սանկցիաներ կիրառել կամ հանել թե չհանել։ Օրինակ ԵԱՏՄ-ի դեպքում, Եվրասիականի դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին հանել։ ԵԱՏՄ-ից Հայաստանը կամավոր, եթե դուրս գա, այնտեղ մեխանիզմ չկա, որ մյուս պետությունները նստեն, որոշում ընդունել ԵԱՏՄ-ից մեզ հանել, բայց հապկը ուրիշ է։ Հապկի 20-րդ հոդվածի համաձայն, բարձրագույն ինստիտուտը հապկի դա հապկ երկրի ղեկավարների խորհուրդն է, հապկի երկրի, այդ 6 երկրների ղեկավարների խորհուրդն է, ինքը իրավունք ունի եւ սանկցիոն քաղաքականություն կիրառել, պատժել պետությունը, որը չի մուծում անդամավճարներ, կամ ընդհանրապես առանց այդ երկրի համաձայնության հանել հապկից երկիրը։ Ու հիմա մեզ սպառնում են, որ հապկից կհանեն։ Մեզ սպառնում են առաջի քայլ անելուց, իրանք ասում են առաջի քայլը Հայաստանին զրկել հնարավորությունից քվեարկել։ Օրինակ, հապկի արտգործնախարարների նիստում, հապկի գլխավոր խորհրդի նիստում, հապկի պաշտպանության նախարարների նիստում զրկել մեզ ձայնի իրավունքից կամ
կամ միաժամանակ զրկել Հայաստանը այն տեղերից, որոնք կվոտայում տրվում են ՀԱՊԿ երկրի, քանի որ քարտուղարությունը ՀԱՊԿ-ի հետ մեծ է, այնտեղ գլխավոր քարտուղար կա, տեղակալներ եւ այլ, դուք գիտեք ռոտացիոն կարգով այդ պաշտոնները բաժանվում են ՀԱՊԿ անդամ երկրների։ Մյուս սանկցիան զրկել Հայաստանը այս ձևի պաշտոններից։ Ու ամենախիստ դա երբ որ խորհուրդը հավաքվի ու Հայաստանը հանի ՀԱՊԿ-ի ցանկից, ՀԱՊԿ անդամ չի լինի այլևս Հայաստանը, եթե այդ որոշումը ընդունվի։ Հիմա այս մեխանիզմը ճնշման մեխանիզմ է օգտագործվում Հայաստանի դեմ։ Ուստեղ է, որ ՀԱՊԿ-ի դեպքում ես համաձայն չեմ այն քաղաքականության, որ մենք մնանք ՀԱՊԿ-ում։ Հասկանում եք, միջ այդ միգուցե տրամաբանություն կան միայն սառեցնել ու կառավարությունը մանևրում էր, ես գիտեմ մոտավորապես ինչու, գոնե իմ կարծիքը դա է, որ կառավարությունը մանևրում էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր դեմ ինչ որ որոշումներ չընդունվեն, մեծ գաղտնիք չի, ինչքան կոշտ մեր դեմ է Լուկաշենկոն, Պուտինը, որ մեր դեմ որոշումներ չլինեն, Հայաստանը ՀԱՊԿ-ում ունի վետոյի իրավունք։ Բայց հիմա փոխվեց իրավիճակը։ Հիմա վերջին մի ամսվա մեջ մի քանի պաշտոնե հայտարարություն արեցին եւ Պուտինը, եւ Լավրովը, եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, որ Հայաստանը պատժամիջոցների տակ է ընկնելու, մեզ կպատժեն, որ մենք անդամավճար չենք մուծում, մենք կպատժենք, որ մենք չենք մասնակցում աշխատանքներին։ Ու ստացվում է, որ մենք ենք մեղավորը։ Պատկերացնում եք 2022 թվին, երբ որ մեր տարածք մտան, խորացան օտար զորքերը, ՀԱՊԿ-ը ասեց դա միջսահմանային վեճ է, մինչդեռ այդ զորքերը գրեթե ջերմուկ հասան։ ՀԱՊԿ-ը չի կատարել հայ ժողովրդի առջև պարտավորությունը, ոչ միայն մեզ չպաշտպանեց, նույնիսկ հայտարարություն չանեց դատապարտող ագրեսիան Հայաստանի դեմ։ Բայց հիմա ձգձգելով հարցը, դուրս չգալով ՀԱՊԿ-ից կստացվի, որ մենք ենք վատը, մենք անդամավճար չենք վճարում, կարգապահ չենք ու մեզ հանում են ՀԱՊԿ-ից։ Ու ես ձեզ ասեմ, կասկած ես չունեմ, որ մոտ ժամանակներս այդ հարցը Ռուսաստանը ավելի սուր կդնի ու մենք սխալ դուրս կգանք։ Պատկերացնում եք, ՀԱՊԿ-ը Ռուսաստանը չեն կատարել հայ ժողովրդի առջև պարտավորությունները, ամբողջ աշխարհը գիտի։ Բայց հիմա իրանք կարող են մեզ պատժել, հանել ՀԱՊԿ-ից ու ստացվում է, որ մենք ենք սխալը։ Ուրեմն ՀԱՊԿ-ի դեպքում ես պնդում եմ, ակտուալանում է հարցը դուրս գալ ՀԱՊԿ-ից։ ԵԱՏՄ-ի հարցով ես տեսակ, ձեզ ասեցի իմ վերապահումները դուրս գալու հարցով, բայց ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, թե չէ մեզ սխալ կհանեն։ Իդեպ ասեմ ձեզ, Մարիա Զախարովան երեք խոսեց, շատ բաներ ասեց, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, որ մենք ՀԱՊԿ-ում սառեցրել ենք ու անհասկանալի բաներ ենք ասում ՀԱՊԿ-ի հետ, ով դուրս եկավ ՀԱՊԿ-ից, Հայաստանը ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը Հայաստանից, մի քիչ ձեր էր առնում մեզ, բայց ամենագլխավոր դժգոհությունը Մարիա Զախարովայի, դա նշանակում է Ռուսաստանի արտգործնախարարության, ինքը պաշտոնական ներկայացուցիչն է, ամենագլխավոր դժգոհությունը Մարիա Զախարովային գիտեք ինչի հետ էր կապված։ Ինքը ասում է դուք ամերիկացիների հետ հիմա անցկացնում ենք զորավարժություններ։ Ու այդ զորավարժությունները 2023 թվից ենք անցկացնում։ Ամերիկացիների հետ ենք անցկացնում։ Ուրեմն պատրաստվում ենք մեր դեմ կռվել։ Դուք գիտեք, հիմա սկսվեցին զորավարժություններ, որոնք մի քանի տարի է մենք անցկացնում ենք ամերիկացիների հետ, այս անգամ ֆրանսիացի հույները միացան, զորավարժություններ կապված խաղաղապահների հետ, անչափ կարևոր է Հայաստանի համար դա, եւ դա մեր միջազգային իմիջի հարցն է, եւ մեր զորքերի կատարելագործումը, գիտելիքների ձեռքբերումը եւ այլ, ու ինքը ասում է դա ուղղված է Ռուսաստանի դեմ, ՆԱՏՕ-ն մեզ չի սիրում, Ուկրաինայի ինչ որ ստեղ զուգահեռներ Ուկրաինայի հետ անցկացնել եւ այլ, ու հետո ասեց, որ արևմուտքը չի աջակցի ձեզ, կգցի եւ այլ, բայց ամենակարևորը շատ խիստ քննադատեց, որ մենք ՆԱՏՕ-ի հետ անցկացնում ենք զորավարժություններ։ Հիմա ես հարց եմ տալիս Ռուսաստանի ղեկավարությանը։ Դուք չէ որ հանդիպել եք Ֆիդանի հետ
Մոսկվայում, նաև այդ թվում Պուտինը։ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարն է, Թուրքիան կարևորագույն անդամ է ՆԱՏՕ-ի, այդ մեծ գաղտնիք չի։ Ամենամեծ բանակ ունեցող կամ երկրորդ բանակ ունեցող Ամերիկայից հետո ՆԱՏՕ-ի շրջանակներում, ՆԱՏՕ-ի անդամ պետություններում, դուք ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ պայմանավորվածություններ եք ձեռք բերում Հայաստանի դեմ ու ձեռք եք բերել մինչև այդ Հայաստանի դեմ։ Ինչի մասին է խոսքը։ Կամ Թուրքիան Նախիջևանում վաղուց է պահում է մեծ ռազմական կոնտինգենտ։ Այո, փոխում է այդ կոնտինգենտը, զորավարժությունները Ադրբեջանի հետ անցկացնում, մշտական բազա չի ռազմական, բայց անընդհատ անում է։ Ադրբեջանը տարեկան տասնյակ ռազմավարժություններ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ են անում, նաև այդ թվում Թուրքիայի հետ։ Ու առաջի հերթին Թուրքիայի հետ, բայց նաև այլ։ Ինչի չեք բողբոքվում, ինչի չեք քննադատում, ինչի չեք ասում, որ Ադրբեջանը դուրս է գալիս Ռուսաստանի դեմ, ինչի եք ասում, որ Հայաստան ինչու դու աշխատում ես։ Ու ես այդտեղ պետք է ասեմ, որ այո, մեղքը նախկիններինն է, հանցավոր նախկին Հայաստանի իշխանություններին։ Սովորացրեցին Ռուսաստանին, որ ամեն ինչ ասում է Ռուսաստանը, գլուխը կախ անում էինք։ Գործող իշխանությունները Հայաստանի դիվերսիֆիկացնում են արտաքին քաղաքականությունը, ճիշտ են անում ՆԱՏՕ-ի հետ աշխատում են, ճիշտ են անում ամերիկացիների հետ անցկացնում են զորավարժություններ ու պետք չի շատ ստեղ բան անել։ Նաև պետք է ասեմ Կոնստանտին Զատուլինի ելույթի մասին, Կոնստանտին Զատուլինը, դուք հիշում եք, ԱՊ երկրների հանձնաժողովի կոմիտեի Պետդումայի Ռուսաստանի պարլամենտի փոխնախագահն է, որը բարբերաբար խոսում է, այս անգամ էլ խոսեց, ասեց մենք չպետք է ճանաչենք Հայաստանի Հանրապետության այս վերջի ընտրությունները ազգային ժողովի, մենք պետք է դե ֆակտո միայն իրավիճակը ընդունել ու աշխատել Հայաստանի հետ, բայց դե յուրե չճանաչել ընտրությունները, պետք է անպայման գները գազի եւ այլ էներգառեսուրսների համապատասխան Հայաստանի արտաքին քաղաքականության անենք, եթե եվրոինտեգրացիայի շարունակում են գները կտրուկ բարձրացնենք, մակարդակը քաղաքական հանդիպումների պետք է իջեցնենք։ Տեսեք, Ռուսաստանում կոշտ մեր նկատմամբ քաղաքականություն է վարվում։ Այդ քաղաքականության պատասխանը պետք է լինի adekvat։ Ես համարում եմ այն զարգացումները, որոնք գնում են, ստիպում են մեզ, որ մենք հապկից դուրս գանք, որ հետո մեզ սխալ չհանեն, հապկի այդ պատմությունների հետ կապված ու հապկը անպտուղ ինստիտուտ է մեզ համար։ ԵԱՏՄ-ի դեպքում իմ կարծիքը ես դες ասեցի, ստեղ ավելի զգուշ պետք է գործենք, ժամանակ պետք է շահենք, քանի որ մեր շուկաները ուժեղ կապված են Ռուսաստանի շուկայի հետ ու դիվերսիֆիկացիա անելուց հետո միայն ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Դա է պատճառը, որ տեսակ ես չեմ քննադատում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է գնալ ԵԱՏՄ-ի միջկառավարական հանդիպանը օգոստոսի 6-ին, քանի որ ինքը փորձում է մեղմացնել այս սանկցիաները Ռուսաստանի, որ փակեց Ռուսաստանը շուկան մեր ապրանքների համար, ուզում է միգուցե նույնիսկ համոզել, որ բացվի նորից սահմանը մեզ համար ու ռուսական շուկան, չեմ կարծում, որ արդյունքի մենք կհասնենք, բայց տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի քայլերից ստեղ հասկանում եմ, բայց չեմ հասկանում ինչու մենք չենք դուրս գալի հապկից։ Ու վերջում շատ կարևոր բան ուզում եմ ասել, Ադրբեջանում անցան այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կոնֆերանսը, Նախիջևանում շատ մեծ կոնֆերանս, այդ թեմային ես վաղը անպայման անդրադառնամ, քանի որ այնտեղ շատ են նորություններ, նյուանսներ ու հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա իրենք կարող են ազդել, դրա մասին կխոսենք վաղը։ Միջ նոր հանդիպումներ։